Այ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պլան Ան ոտքին գցած, այսինքն իշխանությունը վերցնել չկարողացած ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը հիշեցնենք, երբ իրեն հարցնում էին պլան B ունի, ինքն էլ պատասխանում էր, թե ինչ պլան B, պլան B-ն պետք է ժողովուրդն ունենա, 3 ազդարարել է, ընդդիմադիրների հետ քննարկում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան։ Կոնսպիրացիա։ Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ունենք։ Խրոխտ ազդարարել է ընդդիմադիրի մուդի մեջ մտած մերօրյա Բոնդ Ջեյմս Բոնդ Սամվել Կարապետյանը կամ 007 ագենտը, սակայն ձեռնպահ է մնացել լուսավորել ներկաներին։ Ինչ պլանի մասին է խոսքը։ Հոմ չեմ բացելու, ասել է միլիարդատեժն ու միաժամանակ շեշտել. այդ պլանը շատ կոնկրետ է, կարճ կոնկրետ։ Մենք մեր գաղտնի պլանը ունենք, հոմ չեմ բացելու։ Ինչ պլանի մասին է խոսքը։ Փաշինյանին հեռացնելու պլանը։ Ինչպես է կոնկրետ։ Շատ հեշտ։ Իսկ թե այդ կոնկրետ, այն էլ գաղտնի պլանն ինչ է իրենից ենթադրում, քանի փուլանի ծրագիր է, երբ է այն գործի դրվելու, մնում է բնականաբար հույժ գաղտնի։ Փաստորեն Հովհաննես Շիրազը գաղտնի էր պահում իր սերն ու յարին, Սամվել Կարապետյանն էլ որոշել է գաղտնի պահել հակակառավարական իրենց պլանը, ճիշտ շիրազյան ոճով։ Պլանս գաղտնի թող մնա, պլանս յարիս պես ճամփան պիտի չիմանա, թե ուր կերթամ ես, ոչ միայն ես, այլ մի քանի ընդդիմադիրներ։ Հա, պլան ասացինք, հիշեցինք, նախորդ տարի այս օրերին հունիս ամսին իրավապահները բացահայտեցին մեկ այլ գաղտնի պլան, որը ներկայացնում էր Հայաստանում հեղաշրջում իրականացնելու ընդդիմության ծրագիրը։ Հեղաշրջման այդ գաղտնի պլանը նախատեսում էր Նիկոլ Փաշինյանին հեռացնելու 8 փուլանոց ծրագիր, պատկերացնում եք 8 փուլանոց։ Այդ գործի շրջանակներում հիշեցնենք կալանավորվեցին 2 տարի առաջ տեղի ունեցած սրբազան շարժում պլանի միջոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնել փորձած Բագրատ arczepiskopos Գալստանյանը, ինչպես նաև մի շարք այլ անձինք։ Պլան A, B, ավելին G, D ունենալու մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգով 2020 թվականին սկսված հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Պլան A-ն իրեն շատ լավ է արդարացնում, որովհետև Հայաստանում գրեթե պետական կառույց մարդ չի մնացել, որ չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ պլան B-ն ոչ թե դու ես իրականացնում, այլ ժողովուրդը բախում է տեղի ունենում, ինչ որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է։ Պլան B-ի մասին խոսելիս այսպես էր այն նկարագրել Վազգեն Մանուկյանը բխեցնելով, պլան B ասելով նկատի ունեն ապստամբությունը։ Նաև պլան B, ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինի մի շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանություն։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ Մանուկյանի ու նրան մեյդան հանածների հետ, ինչպես ավարտվեց նրանց պլանը A-ից մինչև B, G, D, C, U, P, K և OF հայտնի է բոլորին։ Որտեղ են իդեպ այդ պլանի նախագծողները, իրականացնողները և պլանավորողներն ընդհանրապես։ Դառնալով բացահայտված հեղաշրջման գաղտնի պլանին նկատենք, դրանում կար առանձին բաժին մարդկային ռեսուրս անվանումով, որտեղ հրապարակված էին անուններ, այդ թվում Սամվել Կարապետյանի անունը կար, անվան դիմաց էր նշված էր կոնկրետ մարդկանց թվաքանակ, որը պետք է ենթադրաբար ապահովվեր հեղաշրջման պլանը գլուխ բերելու համար։ Մասնավորապես Սամվել Կարապետյանի վրա դրված էր 5-ից 8000 մարդ բերելու պլան։ Մեկ այլ քաղաքական ֆիգուրի Գագիկ Ծառոկյանի անվան դիմաց էլ 15-ից 20,000 մարդ էր գրված։ Ենթադրում ենք, որ Սամվել Կարապետյանի ասած գաղտնի պլանը իրականում սովորական բլեֆ է։ Այն
Այն գաղտնի է բնորոշվում դրան ավելորդ խորհրդավորություն հաղորդելու նպատակով։ Համոզված ենք, որ պլան որպես այդպիսին գոյություն չունի։ Կան ընդդիմադիր մի քանի ուժերի եւ Սամվել Կարապետյանի միջև ինչ որ քննարկումներ, որոնք սակայն շատ հեռու են գործողության, ուր մնաց թե պլանի վերածվելուց։ Պլանը նկատի չունենք, էլի պլան նկատի ունենք։ Ենթադրում ենք հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման առնչությամբ սահմանադրական դատարանի վճռից հետո ուժեղներն ու մի քանի ընդդիմադիր ուժեր մի հանրահավաքանման միջոցառում կկազմակերպեն, բոլորով միասին մի քանի հազար մարդ կհավաքեն հրապարակներից մեկում, կասեն, կխոսեն, կլիցքաթափվեն, հետո երթ բան կանեն ու կցրվեն տներով պատրաստվելու հանգստյան տներ մեկնելուն։ Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի վերլուծական կարողությունները, ենթադրում ենք, որ նրա ասած գաղտնի պլանը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացմանն է վերաբերում, քանի որ այդ օրակարգով բոլոր պլաններն, ինչպես փորձն է ցույց տալիս, դատապարտված են կատարյալ ձախողման, պլանավորողներն էլ, պլան իրականացնողներն էլ, պլանի հետ կապված ամբողջ շրջանակը։ Այն վերաբերում է մեր դիտարկմամբ մանդատներին։ Ասել կուզի որոշել են վերցնել մանդատները, գնալ ազգային ժողովում ընդդիմություն աշխատելու, պարզապես առայժմ ֆերմայում քաղաքական ֆերման նկատի ունենք գաղտնի են պահում, որ որոշ ռադիկալ, անզիջում, ազգային ազատագրական, գիտահետազոտական, ռազմահայրենասիրական, թևավոր ու անթև ընդդիմադիրների տրամադրությունը չընկնի։ Գաղտնի պլան Այ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար